ձեզ ջուր եւ հյութ, չէ։ 2013 թվականի սկզբից մանր եւ միջին ձեռներեցները, այդ թվում առևտրականները, անցան շրջանառության հարկի։ Այսինքն, պաս հաշվարկով հաշվարկվում էր եկամտից 3.5% եւ վճարվում էր պետությանը։ Նոր փոփոխություններով այս հոկտեմբերի 1-ից այդ տոկոսադրույքն իջեցվել է 1%-ի, բայց մեկ նախապայմանով։ Պետք է առևտրականը ներկայացնի ապրանքի ձեռքբերման փաստաթղթերը։ Երևանի տոնավաճառներում այս օրերին ամենաքննարկվող թեման հարկային փոփոխություններն են։ Առևտրականները բացասական են վերաբերվում դրանց։ Անցած օրերին հանրապետության տարբեր քաղաքներում ու հատկապես Երևանում տարբեր ոլորտների առևտրականներ ցույցեր են կազմակերպել, պահանջելով չեղյալ հայտարարել այդ փոփոխությունները, որոնք նրանց խոսքով ավելացնելու են թղթաբանությունն ու քաշքշուկները, աշխատելն անհնարին է դառնալու։ Ավելի մանրամասն ծանոթացանք տոնավաճառներում աշխատողների բողոքներին։ Գույքագրման փաստաթղթերն է, որ մենք սրանով պետք է գույքագրում անենք եւ հաշվետվություն տանք հարկային տեսչությանը։ Մեզ համար անհնարին է, մենք չենք կարող նստել գրենք։ Քանի յուբկա, քանի կոդով, ինչ գույնի, ինչ ռազմերի։ Տարիների կուտակված պահեստում ապրանք ունեմ, դա չեմ կարող ես գույքագրել։ Մեր հաճախորդներին մենք միսիա շատ ենք բաժանում, ասենք հաշվելա, եկել է տեսելա 600 հատ ներկայացրել եմ, հիմա 550 հատ է։ Ես այդ 50 հատի բանը ոնց պիտի ներկայացնեմ։ Որը նիսիա է։ Այո, որը նիսիա եմ տվեք։ Բայց ամենակարևորն այն է, որ նոր օրենքով, ինչպես արդեն նշեցինք, առևտրականները պարտավոր են ներկայացնել ապրանքի ձեռքբերման փաստաթղթերը, ինչի արդյունքում էլ կառավարությունը պետք է հասկանա, թե նրանց ապրանք վաճառող խոշոր ներկրողներից ով որ չափ է աշխատում ստվերում։ Իսկ դա մեծ խնդիր է, քանի որ ինչպես նշում են մասնագետները, ներկրող անհատները կամ կազմակերպությունները թերի փաստաթղթեր են տալիս առևտրականներին, կամ գուցե ընդհանրապես չեն տալիս իրենց շրջանառությունը թաքցնելու համար։ Իմ նման մի 80%-ը այստեղ նիսիայով գնում ենք ապրանք ենք վերցնում։ Եթե այդ մարդ ասենք ինձ նիսիայով ապրանք հատվել 3 բլոկ բերել եմ։ Ինձ ասում է գնա ասա այդ մարդով է։ Այդ մարդը չէ որ տամոժնիայից է գալի, դու լավ գիտես այդ մարդով է։ Իրենց խոսքով նույն խնդիրների առաջ են նաև ոսկու առևտրով զբաղվողները։ Վերջիններն էլ նշեցին մի քանի նրբություններ, որոնց պատճառով նոր օրենքին չեն կարող հետևել։ 10 տարի առաջ չի եղել գույքի ձեռքբերման փաստաթուղթ։ Այդ 10 տարվա ապրանքը որտեղից բերեմ է ձեռքբերման փաստաթուղթը։ Լինում է որ մենք նիսա վերցնենք 1 ամսվա ընթացքում եթե չենք վաճառում հետ ենք տալիս։ Ես իմ ապրանքից տանում եմ դնում լոմբարդ, այսինքն դուրս է գալի, պիտի կասովի ապարատս խփեմ, տանեմ դնեմ բանկ, հետո իմ արարողականելուց հետո բերելուց համար իմ ապրանքը հետ դնելու սեղանի համար ձեռքբերման փաստաթուղթ բերեմ։ Ոսկու առևտրով զբաղվողների համար էլ կարևորագույն խնդիրը ապրանքի ձեռքբերման փաստաթղթի ներկայացումն է հարկային մարմիններին։ Փաստաթղթաշրջանառությունն այս ոլորտում եւս բավական բարդ է կատարել, որպեսզի շուկայում ոսկյա իրեր վաճառողը, մանր առևտրականը կարողանա ցույց տալ ոսկին գնելու փաստաթուղթ, նման թուղթ ամենասկզբում պիտի տրամադրի խոշոր ներկրողը։ Որ այդ թղթաբանությունը մեզանից պահանջում են, այսինքն ֆակտուրաները, այդ ֆակտուրաները պիտի սկսվի դեռ վերևից, այսինքն բանկերի, չիստատա վաճառողներից, մի 4 հոգի արդեն անցնում է, 5-րդը նոր մենք ենք գալիս։ Առևտրի, այդ թվում ՓՄՁ-ների փոքր ու միջին բիզնեսի փաստաթղթավորմանը ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը կողմ է։ Դա է ստվերը վերացնելու միակ ճանապարհը։ Ավագյանի կարծիքով սակայն, եթե ապրանքի ձեռքբերման վաճառքի պրոցեսի մեկ օղակը, ասենք խոշոր ներկրողը աշխատում է թերի փաստաթղթերով, փաստաթղթավորման ամբողջ շղթան քանդվում է, բայց դրանից ստացվում է տուժելու է վերջին օղակը, մանր առևտրականը, որից էլ պատասխան են պահանջելու հարկայինից ապրանքի թերի փաստաթղթերի համար։ Տոնավաճառները եւ այլ ներմուծողները, որպեսզի չընկնեն այդ բյուրոկրատական քաշքշուկների մեջ, իրանք կոնկրետ ընկերություններ կա, որոնց դիմում են, որոնք կազմակերպում են այդ մաքսազերծումը, եւ նրանց կիլոյի համար գումար են գանձում, որի մեջ մտնում է եւ տեղափոխությունը եւ մաքսազերծման արժեքը։ Այդ գանձված գումարի նախ նկատմամբ քիչ են փաստաթուղթ տալիս արդեն այս ներմուծողին, կամ տալիս են թերի փաստաթուղթ։ Եթե մենք չենք բուժում մաքսային սահմանից եկող խնդիրները, ապա մանրածախ առևտուր իրականացնողը ֆիզիկապես չի կարող ունենալ այդ փաստաթուղթը։ Մենք կհասնենք այն բանին, որ այդ բերողներն էլ կհասկանան, որ օրենսդրորեն արդեն նրանց ուրեմն հնարավորությունները ստվերի խիստ սահմանափակ են։ Թող պետք է տան։ Այո։ Իսկ ինչպես են խոշոր ներկրողին ստիպելու թղթով աշխատել մանր բիզնեսմենների հետ։ Դրան են տանելու հենց այս փոփոխությունները, ասում է ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը ու ներկայացնում դրա նրբությունները։ Եթե 3 տարբեր սուբյեկտներից հայտարարություն կա մեզ 3 տարբեր սուբյեկտներ, որ կոնկրետ
այս կազմակերպությունը կամ այս անձը փաստաթուղթ չի տրամադրում, այս մարդիկ ոչ մի պատասխանություն չեն կրում, ամբողջ պատասխանությունը այդ մեծն է կրում, այն չտվողն է կրում, օրենքում այո, այն բերողն է կրում։ Հիմա խոսվում է կենցաղային իրերի հագուստի կամ ոսկու շուկայի մասին, սակայն կան ապրանքային այլ շուկաներ ևս, որոնցում աշխատող մանր ու միջին առևտրականները խնդիր են ունենալու գնած ապրանքի փաստաթղթերի հետ, այսինքն այդ փաստաթղթերն ուղղակի չկան։ Մենք այսօր ունենք տոնավաճառներ, այսպես ասած մեծածախ տոնավաճառներ, որոնք ասենք ուրբաթ շաբաթ օրերն են աշխատում, հա։ Դա կարող է լինել մրգի շուկայում, հա, մալացիայի տոնավաճառում, որտեղ հագեցած չեն, նույնիսկ ՀԴՄ մեքենաներով։ Այսինքն շղթան արդեն այդտեղից խախտված է։ Մենք ունենք ոչ տեղական արտադրության ծաղիկ, հա։ Դուք գնացեք Դինամո մարզադաշտ, դուք տեսեք ծաղիկի շուկայում կա ՀԴՄ մեքենա։ Ըստ մասնագետների կան խոշոր ձեռներեցներ, որոնք կարողանում են երկիր բերել չգրանցված, այսպես ասած, կեղտոտ ապրանք, որը եւս ցրվում է փոքր բիզնեսի շրջանում, առանց փաստաթղթերի։ Մանր բիզնեսմեններն էլ չունենալով այլընտրակ ստիպված գնում են դա ու առանց փաստաթղթերի իրացնում։ Եթե իր մոտ մաքսային սահմանում օրինակ մի տոննայի փոխարեն ձևակերպվել է 500 կիլոգրամ, նշանակում է 500 կիլոգրամ ինքը պետք է փոքրերի միջոցով շուկայում սպառի առանց փաստաթղթի։ Ապրանքների լվացում է տեղի ունենում եւ կեղտոտ ապրանքը առանց փաստաթղթի ստվերոտ ապրանքը, որը հաշվառված չի, 100 միլիոնի 80 միլիոնի ապրանք մեկի մոտ ու ապրանքի ձեռբերման փաստաթուղթը չկա, հարց է ծագում։ Եթե մենք այդ աշխատանք չտանենք, պետական բյուջեն չի կայանա։ Հիմա ամենակարևորը Արմեն Ալավերդյանը հանգստացնում է մանր ու միջին առևտրականներին կապված հարկային իստուգումների մասին լուրերի հետ։ Այդ օրը հարկային է եկավ, ու ուրաստեղի յուբկեքը չկա, դե այ քեզ տուշ։ Մենք մեր բոլոր օղակներին, տարածքային մարմիններին ցույցում ենք տվել, որ փոքր եւ միջին բիզնեսի մոտ անհարկի ստուգումներ չիրականացնել, չեն գնացել 3, չեն գնում այսօր, չեն գնալու առաջիկա ամիսների, տարվա, տարիների ընթացքում, բոլորը պետք է տեսնեն, որ ստվերի դեմ պայքարը սկսում է խոշորից, մեծից, մեզ հետաքրքրում են այն միլիարդները, այն հարյուրավոր միլիոնները։ Փոքր ու միջին բիզնեսին ճնշելու որևէ մտադրություն չկա, նորից շեշտում է Արմեն Ալավերդյանը։ Պարզապես փոքր բիզնեսն աստիճանաբար պետք է սովորի հետևել իր փաստաթղթաշրջանառությանը։ Դուք աստիճանաբար իմացեք, որ այս պահանջը կա, այդ ապրանքների ձեռբերման համար փաստաթղթեր պահանջեք, ձեր մոտ ունեցեք։ Մի գիշերվա մեջ չէ, քանի զարթնեցինք, բոլորը ձեռբերեցին այդ փաստաթղթերը։ Մարդիկ արդեն կողմնորոշվում են, մտածում են, ձեռք են բերում, առ եւ ծախի մի ընթացքում գներ են պայմանավորում, փաստաթղթով էս, առանց փաստաթղթի էս, այդ քանակությունների ժամանակ մեջ չկասկածեք, ուրեմն ամիսների ընթացքում, տարվա ընթացքում, տարիների ընթացքում հստակ կլինի այնպես, ինչպես մյուս զարգացած երկրներում։ Նոր օրենքի հետ կապված առևտրականների բողոքները շարունակվում են քննարկվել ազգային ժողովում։ Նրանց շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններն ունեն առաջարկներ։ Ասում ենք, եկեք անցումային փուլով գնանք, հա։ Այսինքն ով ինչքան փաստաթուղթ ունենա, այդքան նվազեցնի իր հարկը։ Թողում ենք շրջանառության հարկի նախկինում գործող դրույքաչափը, այսինքն 3.5%, բայց հնարավորություն ենք տալիս այն ոլորտներին, ովքեր կարող են ձեռբերման փաստաթղթերը իրենց ապահովել, նվազեցնել այդ 3.5%-ից մինչև 1% իրենց հարկը։ Ընդամենը 2 եռամսյակ հետո կառավարությունը կտեսնի, թե որ ոլորտների համար, որ ապրանքային խմբերի համար է տրամադրված փաստաթուղթ, նշանակում այդտեղ խնդիր չունենք։ Իսկ որոնց համար չի տրամադրվում, նշանակում պետք է գնալ դրա հետքերով տեսնել որտեղից է խնդիրը սկսվում։ Այս առաջարկների մասով ազգային ժողովն ու կառավարությունը դեռ պատասխան չեն տվել։ Հարկայինում համենայն դեպս համարում են, որ օրենքից հետ կանգնելը սխալ կլինի, քանի որ դրանից թևավորվելու են խոշոր ստվերի ներկայացուցիչներն ու շարունակելու են իրենց սև գործը։ Փոքր ու միջին ձեռնարկատերերն էլ մտավախություն ունեն, որ պետություն խոշոր ստվեր պայքարում իրենք կարող են կնեն մամլիչի տակ։ Արմեն Աթալյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։